Մեզնից որևէ մեկի վրա հարձակումը կնշանակի հարձակում ողջ Հյուսիսատլանտյան դաշինքի վրա, այսօր հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամները 77-ամյա կառույցի պատմության մեջ թերևս ամենադժվարին գագաթնաժողովներից մեկի ավարտին։ Սա մենք ասում ենք երկաթե հանձնառությամբ ասված է եզրափակիչ փաստաթղթում։ Հավաքի մեկնարկին մինչդեռ հայտարարություններն առավել զուսպ ու նույնիսկ քննադատական էին։ Ռազմական դաշինքի ամենահզոր երկրի Միացյալ Նահանգների նախագահը ասուլիսը սկսեց եվրոպացի դաշնակիցների քննադատությամբ պնդելով, թե նրանք չեն աջակցել Իրանի դեմ Վաշինգտոնի պատերազմին։ Սպիտակ տան ղեկավարը նաև վերահաստատեց, չի պատրաստվում հրաժարվել դանիական Գրենլանդիան ամերիկյան դարձնելու մտքից։ Ես շատ վրդովված եմ ՆԱՏՕ-ից, որին մենք չափազանց շատ ենք վճարում, միլիարդավոր դոլարներ։ Մենք պաշտպանում ենք նրանց, բայց նրանք ձեռք չեն մեկնում մեզ, երբ մեզ անհրաժեշտ է։ Մտածեք այդ մասին։ Քննադատելով եվրոպացի դաշնակիցներին պաշտպանական ծախսերը անհրաժեշտ չափով չավելացնելու համար, Թրամփը հատուկ առանձնացրեց Իսպանիային, որը Իրանի դեմ փետրվարի վերջից սկսված ռազմական գործողությունների ընթացքում արգելել էր Միացյալ Նահանգներին օգտագործել երկրի հարավում գտնվող ռազմական բազաները։ Իսպանիայի հետ գործ բռնելն անօգուտ բան է։ Մենք այլևս չենք ուզում որևէ առևտրային գործարք կնքել նրանց հետ։ Դա սարսափելի գործընկեր է ՆԱՏՕ-ում, ոչ օգնում են, ոչ վճարում։ Բանակցություններից հետո, սակայն, դրանց ներկա դիվանագետները Reuters-ին փոխանցել են, որ դռնփակ հանդիպմանը նախագահ Թրամփը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը ռազմական դաշինքի հետ։ Եվրոպացի գործընկերների հասցեին քննադատական խոսքեր չի ասել, Գրենլանդիայի մասին պահանջներ չի ներկայացրել։ Ավելի ուշ դա հաստատել է նաև Ֆրանսիայի նախագահը։ Մեր դաշինքում կան համերաշխության կանոններ ոչ միայն մեկս մյուսին պաշտպանելու մասին, այլև ապահովելու, որ մենք չհարձակվենք միմյանց վրա։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսոնն էլ ավելի վաղ արձագանքել էր, Գրենլանդիան չի վաճառվում։ Մինչ այդ գագաթնաժողովի գլխավոր հարցը դարձավ Իրանը։ Անակնկալի բերելով դաշնակիցներին, Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե այս գիշեր վերսկսված փոխհրաձգություններից հետո ինքն այլևս Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում։ Ձեռք բերված հրադադարն էլ ավարտված է որակում։ Եթե ինձ հարցնեք, ամեն ինչ ավարտվել է, ես այլևս չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ։ Նրանք տականքներ են, հիվանդ, դաժան մարդիկ, բռնարարներ։ Ավելի ուշ Թրամփը նաև հայտարարեց, թե Միացյալ Նահանգները կարող է գրավել Խարկ կղզին, որով արտահանվում է իրանական նավթի 90%-ը, կրկին շրջափակել Հորմուզի նեղուցն ու մոտակա ժամերին Իրանին ևս մեկ հուժկու հարված հասցնել։ Տարածաշրջանում մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված փխրուն հրադադարը խախտվել էր այս գիշեր, երբ իրանական կողմը թիրախավորել էր 3 առևտրային նավեր Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Օմանի ջրերում։ Ամերիկյան զորքն ի պատասխան հարվածել էր Իրանի ռազմական օբյեկտներին Թեհրանն էլ, ամերիկյան բազաներին Քուվեյթում և Բահրեյնում։ Առայժմ ոչ Վաշինգտոնը, ոչ Թեհրանը հրադադարի ավարտի մասին պաշտոնական հայտարարություն չեն արել։ Նախագահ Թրամփի խոսքերից հետո, սակայն նավթի գները համաշխարհային շուկայում կրկին սկսել են բարձրանալ։ Մյուս հակամարտությունը, որի ուղղությամբ հայտարարություններ էին ակնկալվում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, ուկրաինականն էր։ Պատահական չէ, որ Թրամփի հետ Անկարայում ընդամենը 2 դեմարդեմ հանդիպում էր նախատեսված, մեկը Ուկրաինայի, մյուսը Սիրիայի նախագահի հետ։ Զելենսկին բանակցությունների հենց մեկնարկին կրկնեց. Կիևին խիստ անհրաժեշտ է ամերիկյան Patriot հրթիռներ արտադրելու արտոնագիրը ստանալ։ Ինչ աղբյուրներ ինձ ասում են, որ դուք դա կստանաք, եւ այլևս չեք կարողանա ամերիկացիներից բողոքել։ Միաժամանակ Թրամփը տեղեկացրեց, թե Զելենսկու հետ բանակցություններից հետո պատրաստվում է ևս մեկ հեռախոսազրույց ունենալ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ պատերազմը դադարեցնելու հարցով։ Մենք շատ հակամարտություններ ենք կարգավորել, եւ սա այդ պատերազմներից մեկն է, որը գուցե ամենահեշտը կլիներ, բայց Պուտինը դժվար կերպար է։ Նույնն էլ այս տղան։ Պատերազմի երկու կողմերն էլ ցանկանում են այն կանգնեցնել, հայտարարեց Թրամփը։ Արձագանքելով Ազատություն ռադիոկայանի հարցին, թե ինչն է նրան ստիպում մտածել, որ Պուտինն ուզում է դադարեցնել արյունահեղությունը, Միացյալ Նահանգների նախագահն ասաց, վերջին շաբաթներին որոշակի առաջընթաց կա բանակցություններում, առանց հավելյալ մանրամասների։ Փոխարենը Թրամփը շռայլ գովեստի խոսքեր հնչեցրեց գագաթնաժողով հյուրընկալող երկրի Թուրքիայի նախագահի հասցեին։ Նաև
ստացավ առաջ գնալ Անկարային վերջին տարիներին ամենից շատ հուզող F-35 կործանիչների վաճառքի հարցում, որից Թուրքիան դուրս էր մնացել Ռուսաստանից զենիթահրթիռային համակարգեր գնելուց հետո։ Ժամանակն է, որ մենք վերանայենք Թուրքիայի նկատմամբ որոշումը։ Մենք չենք ուզում պատժամիջոցներ կիրառել ընկերների նկատմամբ։ Turkey and Turkey's been in many ways much more loyal than other countries that we think would be loyal. Երկկողմ ջերմությունը ակնհայտ էր դեռ երեկվանից, երբ Էրդողանը Թրամփին օդանավակայանում դիմավորեց շքեղ պետական արարողությամբ։ Ավարտին Թրամփը պնդեց՝ իր եւ Թուրքիայի ղեկավարի միջև քիմիագոյություն ունի, եւ որ Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները երբեք այսքան ջերմ չեն եղել։